Հայտի խոսք ասում, հանցագործության բացահայտման մեջ ամենակարևորը ինքդ քո հետքի վրա չելնելն է։ Այս նախադասությունը հատուկ եմ օգտագործում։ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին խորհրդարանի գաղտնի բաժնում առաջինը ծանոթացած ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը այսպես է բնութագրում 215 էջից բաղկացած փաստաթուղթը։ Ի վերջո զեկույցում տրվել են գլխավոր հարցերի պատասխանները, որն էր 2020-ի պատերազմի պարտության պատճառը եւ ով էր գլխավոր պատասխանատուն։ Արդյոք գնահատականներ տրվել են պատերազմի ժամանակ Գերագույն հրամանատար վարչապետ Փաշինյանի գործողություններին։ Փաստաթղթի գաղտնիության ռեժիմը հաշվի առնելով խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորը փակագծեր չի բացում, բայց նշում է, որ զեկույցին ծանոթանալուց հետո սկսել է իրավապահներին հարցումներ ուղարկել։ Գլխավոր դատախազ 3-2 հատ ուղարկել եմ, քննչական կոմիտե 3-2 հատ ուղարկել եմ, այսօր ուղարկելու եմ ազգային անվտանգության ծառայություն խիստ կարևոր 2 հաստատման հետ կապված, որը կարող է ատոմային ռումբի ազդեցություն ունենալ Հայաստանում։ Կա Փաշինյանի գործողություններին անդրադարձ զեկույցում։ Հարցադրումներ շատ կան, այո։ Հարցադրումներ կան եւ կադրերի նշանակման, եւ ռազմավարական որոշումներ կայացնելու, այսքանով կհավանափակվեն։ Գեղամ Մանուկյանն ասում է, որ 2022-ին, երբ ստեղծվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, իշխանության քաղաքական նպատակն էր այլոց մեղավոր կարգելով հրեշտակի թևեր հագցնել ու մաքրագործել Նիկոլ Փաշինյանին, սակայն ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ քննիչ հանձնաժողովի զեկույցում դա անել չի հաջողվել։ Զեկույցում մաքրագործված էր Փաշինյանը։ Չէ, ես պատական չձևակերպեցի հանցագործության բացահայտման մեջ ամենակարևորը սեփական հետքի վրա դույլ չգալն է։ Դա է պատճառը, որ քաղաքական որոշում կայացվեց ազգային ժողովում։ Չեմ կարող, այդ դիմեք Ալեն Սիմոնյանին, որը ներկայացնում է թե ժամկետներ են խախտվել, ժամկետները արդեն 2 տարի ծավել խախտվել է։ Որ սա առանց Փաշինյանի որոշման ոչինչ տեղի չի ունենում։ Պետք է Հարգելի Ռուզաննա, ես երկար ժամանակվա նստելու փորձառություն ունեմ, ԱԱՑ քննիչների հետ երկար աշխատանքի փորձառություն ունեմ, սահմանափակվենք այսքանով։ Քրեական գործեր հետևելու են ձեր զեկույցի Քրեական գործեր չեն կարող չհետևել, քրեական գործեր հիմա էլ կան։ Լիագումարնիստի ժամանակ ես այդ բոլոր թվերը հնչեցնելու եմ։ Դրանք հազարներ են։ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը, որն սահմանված կարգի պետք է ներկայացվեր խորհրդարանի լիագումար նիստում, ազգային ժողովի նախագահի որոշմամբ ուղարկվեց գաղտնի բաժին։ Ալեն Սիմոնյանի բացատրությունն այն էր, որ քննիչ հանձնաժողովի զեկույցի ժամկետները խախտվել են եւ հետեւաբար այն անհնար է ներառել լիագումար նիստերի օրակարգ։ Մինչդեռ երբ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար հետաձգում էր զեկույցի հրապարակման ժամկետները, իշխանության որևէ ներկայացուցիչ չէր հազանգում, որ ժամկետներ են խախտվում։ Լիագումար նիստում ազգային ժողովի նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա։ Այս որոշման դրդապատճառներին չցանկանալով անդրադառնալ, ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավորն ամեն դեպքում նկատում է առանց Նիկոլ Փաշինյանի որևէ որոշում չի կայացվում։ Եվ ես չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի իշխանական համակարգում որևէ ճանճ տզա։ Իդեպ քննիչ հանձնաժողովի զեկույցին ծանոթանալիս Գեղամ Մանուկյանն արձանագրել է, որ փաստաթղթի տակ ստորագրել են հանձնաժողովի իշխանական ոչ բոլոր պատգամավորները։ Զեկույցի տակ դրված է ընդամենը 4 պատգամավորի՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, նրա տեղակալ Արմեն Խաչատրյանի, Վահագն Ալեքսանյանի ու Գագիկ Մելքոնյանի ստորագրությունները։ Ինչու քննիչ հանձնաժողովի իշխանական մյուս պատգամավորները Քրիստինե Պողոսյանը, Հայկ Սարգսյանը չեն ստորագրել զեկույցը։ Պատգամավորներից մեկնաբանություն ստանալ այսօր չհաջողվեց, նրանք անպատասխան թողեցին մեր զանգերը։ Քրիստինե Պողոսյանը օրերս Ժողովուրդ օրաթերթին ասել էր, թե իրեն առաջարկել են զեկույցի տակ ստորագրել առանց բովանդակությանը ծանոթանալու։ Այդ առաջարկը սակայն մերժել է։